Մենք ձեզ ողջունում ենք, սիրելի բարեկամներ, հրաշքները շարունակում են հաղորդաշարի տաղավարից և հիշեցնում ենք ձեզ այն հասցեն, որտեղ ամեն շաբաթ օր ժամը 17-ին տեղի է ունենում հրաշքների բժշկության ծառայությունը։ Մեզ ծառայում է աստվածաբանությունների դոկտոր վերապատվելի Գրիգոր Սիմոնյանը և ամեն բժշկության ծառայության ժամանակ բազմաթիվ մարդիկ, թողնելով իրենց հիվանդությունները, դահլիճից դուրս են գալիս, ազատ և բժշկված։ Սիրելի մեզ դիտող բարեկամ, սիրելի Աստծուն փնտրող և սիրող հարազատներ, ես ողջունում եմ ձեզ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունով, այն Աստծո անունով, որ բժշկում է և վերցնում է մեր բոլոր հոգսերը։ Ես ուզում եմ մի աստվածաշնչյան համար կարդալ 27-րդ Սաղմոսից. Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումից պիտի վախենամ։ Տերն է իմ կյանքի զորությունը, ես ումից պիտի սարսափեմ։ Այո, նա մեզ բժշկում, զորացնում է։ Փառք մեր Տիրոջը։ Մնացեք մեզ հետ, կհանդիպենք քիչ անց։ Սիրելի բարեկամներ, կրկին հրաշքները շարունակվում են հաղորդաշարի տաղավարում ենք։ Շնորհակալ ենք Աստծուց, որ հրաշքները շարունակվում են։ Շնորհակալ ենք մեր սիրելի Փրկչից, որ թույլ տվեց իրեն վերքեր պատճառեն, որ բազմաթիվ մարդիկ այսօր երկրագնդի վրա ստանան իրենց բժշկությունը մեր Տիրոջ վերքերի զորությամբ։ Այսօր այս տաղավարում ունենք հյուրեր, ովքեր Աստծո տուն եկեղեցու հրաշքների եւ բժշկության ծառայության ժամանակ հավատքով վերցրել են իրենց բժշկությունը։ Սիրելի մեզ դիտող բարեկամներ, մինչ կներկայացնենք մեր հյուրերին, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ կարող եք մեզ գրել մեր էլեկտրոնային փոստի հասցեով, նաև այն հեռախոսահամարները, որ դուք տեսնում եք ձեր էկրաններին, կարող եք զանգահարել մեզ ձեզ հուզող հարցերով։ Սիրելի բարեկամներ, դե ինչ ներկայացնում ենք ձեզ Արևիկ եւ Արտուր Աբրահամյաններին, ովքեր տեսել են Աստծո ձեռքը իրենց կյանքում։ Սիրելի Արտուր, Փառք Աստծուն։ այո, Նախ շնորհակալ եմ հրավերի համար, Տերը օրհնի ձեզ շատ։ օրհնի ձեզ։ Շնորհակալ եմ Աստծուց, որ պատիվ ունեմ ծառայելու իրեն եւ շնորհակալ եմ Աստծուց, որ ինքը միշտ մեզ պատրաստ է լսելու, օգնելու, բարձրացնելու, Ամեն։ բժշկելու, որի ականատեսը ես եղա։ Ես ճիշտ է շատ բժշկություններ եմ տեսել, որտեղ մենք ծառայության ժամանակ տեսնում ենք, թե ինչքան մարդիկ են գալիս բժշկվում։ Այո։ Ուրախանում ես, բայց երբ որ քո հետ է դա լինում, դու դա ավելի ուրիշ ձև ես հասկանում եւ նորից ու նորից ինքդ ես նորից համոզում ես, որ այո, Տերը իրականում կենթանի է եւ Այո, ամեն։ Եվ մեր Տերը բժշկեց ինձ, որի համար շնորհակալ եմ։ Ամեն։ Հավաքույթից, ծառայությունից հետո էր, երբ ես որոշեցի մտնել մեր հովի մոտ, ասեմ, որ ես ճողվածքի խնդիր ունեմ եւ խնդրեցի մեր հովին, որ աղոթի, Տերը օրհնի մեր հովին շատ։ Ամեն, ամեն։ Երկար ժամանակ էր այդ։ 1 տարի կլիներ, եթե ոչ ավելի, որտեղ դա եմ հիշում, որ 1 տարի էր։ Համանանգստացնում էր եւ ինքը արտահայտիչ էր, երևում էր շատ։ Ես նեղվում էի, նույնիսկ միշտ պենջակային ինչ-որ բան էի հագնում, որ չերևար։ Այո։ Կամ ծածկում էի ինչ-որ բանը, որովհետեւ տգեղ էր, եւ ես նեղվում էի դրանից։ Եվ ես խնդրեցի մեր հովին, որ աղոթի, եւ մեր հովը աղոթքի ժամանակ Տիրոջից ունեցավ, որ 1 շաբաթվա ընթացքում դա պետք է անցնի։ Բայց փառք Տիրոջը, որ Տերը դա արեց 3 օրում, ես երբ որ այդ խնդիրը կար, ես ամեն առավոտ եւ վեր էի կենում քնից, ես ամենաառաջի բանը որ անում եմ, սկսում եմ շոշափել տեսնել։ Առաջին օրը շոշափեցի, տեսա որ կա, երկրորդ օրը եւ արդեն իմ մոտ նենց էր, որ 7-րդ օրը պետք է դա լինի, բայց 3-րդ օրը ես երբ որ շոշափում էի, տեսա որ մեր Տերը ինձ կատարյալ բժշկել է։ Շնորհակալ եմ։ Փառք Աստծուն մեր հովի համար, այն թիմի համար, որ այդ օրը ծառայում է, որովհետև
Մենք տեսնում ենք թե ինչ դժվարություններով, բայց փառք Տիրոջը, որ մեր Տերը մեզ զորացնում է եւ մեր հովին այդ հնազանդությունն է տվել, այդ իմաստությունը, որ կարողանում է յուրաքանչյուրիս այնպես բացատրի, որ մենք ճիշտ ընկալենք եւ ճիշտ վարվենք։ Այո, Եվ հենց այդպես անում ենք եւ մեր ոնց որ մեր հովիվն է ասում խոսքի ժամանակ հավատքով դրեք ձեր գործը հավատքով դնելն է եւ հավատալ Տիրոջը, իսկ մնացածը Տիրոջի գործն է։ Կասկածել, այո։ Եվ ես այդ մարդն եմ, որ դա արեցի, ես հնազանդվեցի մեր հովի խոսքին եւ Տեր օրհնի նրան շատ ու տեսա իմ բժշկությունը, որի համար շնորհակալ եմ Աստծուց։ Արտուր ջան, իսկ մի հարց, իսկ դու ցավեր ունեիր։ Ցավեր չունեի, բայց որ դեռ չէր հասել այնտեղ, որ ցավար, ես տենց ֆիզիկապես ինչ որ գործ չէի անում, որ ցավար, բայց որ ինքը արտահայտի չէր, արդեն ինքից նեղում էր, այո։ Եվ հիմա ինքը չկա, կատարյալ բժշկված եմ, ես շնորհակալ եմ Տիրոջից։ Դիտողներին ասենք, որ Արտուրը երկար տարիներ քայլում է Տիրոջ հետ, ծառայում է, այո։ Այո, շնորհակալ եմ Տիրոջը, արդեն 8 տարի է ծառայում եմ Տիրոջը։ Ես իմ ոչ միայն իմ, նաև իմ ընտանիքում եմ տեսա այդ բժշկությունները ու մենք ընտանիքով շնորհակալ ենք, որ Տիրոջ տան մեջ ենք։ Ամեն, Փառք Աստծուն, այս եկեղեցու համար եւ յուրաքանչյուր ծառայողի համար, որովհետեւ յուրաքանչյուրը իր գործն է անում Տիրոջ այդ գործի մեջ։ Այո, ամեն։ Մեզ համար պատիվ է ծառայել Տիրոջը։ Ամեն։ Արևիկյան, ըստ էի որ պատմելու վկայելու։ Ամեն։ Փառք Աստծուն, որ մեր հրաշքները շարունակվում են եւ այդ թվում ես էլ եմ բժշկվել։ Ես ունեի, կարող եմ այսպես հենց ասել, ահավոր մազաթափություն, այդ մի պահ սկսվեց, այս մի որոշ ժամանակ առաջ էր։ Եվ երբ որ սկսվեց, ես բնականաբար դիմեցի տարբեր միջոցների, խորհուրդների, ինչ խորհուրդ տվեցին, իրականացրեցի եւ ոչ մի օգուտ չկա, կարելի ասել հակառակներ։ Այո, այ հակառակ ավելի շատ խառնվավ, սկսեց ավելի շատ թափել։ Եվ ինձ օգնեց միայն մի բան, Աստվածաշնչային, որ Աստվածաշնչում գրված է. հավատքով ձեռք դրեք ձեր վրա եւ դուք կտեսնեք հրաշք եւ պետք է վստահել եւ չկասկածել։ Ամեն։ Ես այդպես էլ հենց արեցի։ Դա ես աղոթեցի Տիրոջը եւ այդ օրը, երբ որ ես եկա եկեղեցի, շաբաթ օրեր, բժշկության ծառայության օրեր։ Եվ ես հենց այդ նպատակով է եկել, որ պետք է բժշկվեմ այսօր, որովհետեւ շատ էր անհանգստացնում ինձ արդեն դա եւ վախ էր առաջացնում։ Եվ ես այդ օրը թարգմանության ծառայության մեջ էի, թարգմանում էի եւ այդ ժամանակ Ներողություն, իդեպ սիրելի մեծ դիտողներ, ասեմ, որ Արևիկը ռուսերենի թարգմանչուհին է, ով թարգմանում է Գրիգոր Սիմոնյանին բժշկության եւ հրաշքների ծառայության ժամանակ եւ նաեւ քարոզների ժամանակ։ Տեր օրհնի քո ծառայությունը, Արևիկ։ Մերսի շատ, շնորհակալ եմ։ Եվ այդ ժամանակ ես սպասումով էի եկել եւ Փառք Աստծուն, հովիվ այդ ժամանակ բեմից ասեց աղոթքի ժամանակ թող ձեռք դնեն բոլոր նրանք, ովքեր ունեն մաշկային գլխի կամ մազաթափության հետ ինչ որ մի խնդիր, եւ ես դա միանգամից վերցրեցի ինձ վրա եւ թարգմանության ժամանակ համ թարգմանում եմ, համ ձեռքս դրեցի գլխիս եւ Փառք Աստծուն, ես այդ ժամանակ վստահում եմ, ես գիտեի որ դեպքը տեղի կունենա, որովհետեւ ես հավատում եմ Տիրոջը, հավատում եմ, բազմաթիվ անգամ տեսել եմ իր գործերը եւ հավատում եմ, որ դա էլ իր համար ոչինչ է, ինքը կարող է դա անել։ Ամեն։ Եվ անհամբեր սպասում եմ, եւ պետք է գնամ տուն եւ ինձ փորձեմ։ Եվ հաջորդ օրը առավոտյան երբ որ արթնացա, միանգամից դա արեցի եւ Փառք Աստծուն, դեպքը տեղի էր ունեցել եւ ոչ մի կատարյալ բժշկություն էր տեղի ունեցել, ես շատ ուրախացա, փառք տվեցի Աստծուն։ Խնդրեցի ես ստացա։ Ամեն, հենց տենց էլ եղավ, ամեն։ Դեպ ես ինքս ականատես եմ եղել, երբ որ ամեն առավոտ ինքը զարկում էր եւ մազերը հարդարում էր, տեսնում էի թե ինչ քանակությամբ մազ էր թափում։ Ահա։ Եվ հավաքույթից հետո, բժշկության ծառայությունից հետո եւ ինքը ոնց որ նոր պատմեց այդպես արել է։ Եկավ տուն, հետո առավոտը նորից զարթնեցինք ու ես նորից շատ ուշադիր նայում էի, որ ինքը մազերը հարդարում ու տեսա որ ընդհանրապես ոչ մի մազ Ամեն, Փառք Աստծուն։ չէր թափում։ Ամեն, մերսի շատ։ Շնորհակալ ենք Աստծուն։ Սիրելիներ, այ ինչ կմաղթեք մեզ դիտողներին։ Կմաղթենք, որ Տիրոջը էլ ավելիով վստահեն։ Մեր Տիրոջ համար անհնարին ոչինչ չկա։ Մենք շատ հրաշալի երգ ունենք։ Ամեն բան հնարավոր է, երբ Տիրոջն ես վստահում։ Այո, ամեն, ամեն։ Այդ իրոքից մենք
մենք վստահեցինք Տիրոջը ու տեսանք այդ բժշկությունը, որի համար շնորհակալ ենք։ Վստահեք Տիրոջը եւ դուք կտեսնեք, որ տարիների խնդիրը մեկ վայրկյանում ոնց է անհետանում։ Ամեն։ Մենք Այո։ տեսանք եւ դրա համար էլ մենք հիմա այստեղ ենք եւ վկայում ենք։ Ամեն փառքաստուն։ Սիրելի Արևիկ, Այո, կուզեմ ավելացնեմ այն, որ մենք պետք է սովորենք վստահել Աստծուն եւ հավատալ։ Միշտ հիշի, ցանկացած հարցում Տերը պատրաստ է քեզ օգնել։ Քեզանից կախված է միայն հավատալ եւ վստահել նրան։ Ամեն բան կարող է նա անել։ Չգիտեմ, դա կարող է լինի ընտանեկան, ֆինանսական, առողջական խնդիր, կապ չունի ինչ խնդիր։ Միայն մեզանից կախված է հավատքով մեր ձեռքը մեկնենք Աստծուն եւ իրենց օգնություն խնդրենք մեզ։ Եվ Տերը օրհնի յուրաքանչյուրի շարունակեք նայել մեր հաղորդումները հավատքով եւ բժշկությունը տեղի կարող ունենա ցանկացած իրավիճակում, կապ չունի Աստծո համար, եթե Աստված բժշկում է մի խնդիր, հաստատ ուրիշ խնդիրեր իր համար դժվար չի բժշկելը։ ամեն։ Մնացեք Աստծո հետ, վստահեք եւ Տերը պատրաստ է օգնել։ Ամեն։ Տերը օրհնի։ Սիրելիներ, շնորհակալ ենք, որ չմերժեցիք մեր հրավերը։ Տերը օրհնի Եվ շատ։ գիտենք, որ բազմաթիվ մարդկանց համար ձեր վկայությունները կլինի եւ օրինակ, եւ հավատքի նոր քայլ։ Փառքաստուն։ Աստված օրհնի ձեզ, Ձեզ էլ շնորհակալ եմ։ շատ մերսի։ Սիրելիներ, իրոք հրաշքները շարունակվում են։ Հրաշքները շարունակվում են ամեն ժամանակ, եթե միայն վստահությամբ առանց կասկածի կդիմեք Աստծուն, կտեսնեք ձեր կյանքում, որ Աստված բարի է եւ ողորմած, եւ նրա հրաշքը չի ուշանա որևիցե մեկի կյանքում։ Աստված օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ։ Բացեք ձեր սրտի դուռը եւ ներս կանչեք Հիսուսին եւ մնացեք նրա հետ հավիտյան, որտեղ նա սիրող Աստված է եւ կփրկի ձեր բոլոր հիվանդությունները, ձեր ողջերը կվերցնի իր վրա։ Մնացեք հավատքով, ինքնոր հանդիպ